Բարև ես Թեմուրն եմ, մենք շարունակում ենք հավանականության տեսության խնդիրների լուծման վերաբերյալ մեր վիդեոշարքը, այսօրվա խնդրի պահանջը հետևյալն է. 5 տղամարդ եւ 10 կին համախմբվում են 3 հակա։ Ինչպիսի հավանականությամբ ստացված 5 խմբերից յուրաքանչյուրում կլինի 1 տղամարդ։ Մենք ըստ էության ունենք 15 մարդ, որից 5-ը տղամարդ է եւ 10-ը կին։ Եվ այդ 15 մարդկանց բաժանում ենք 5 խմբի, ամեն խմբում 3 մարդ։ Ինչպես է դա իրականացվում, այսինքն ընդհանուր ելքերի քանակը կստացվի հետևյալը. զուգորդություն 15-ից 3 հական, այս է առաջին խումբ կազմելու համար ունենք այսքան հնարավորություն։ Բազմապատկած, երկրորդ խմբի դեպքում կստացվի հետևյալը, քանի որ արդեն 15-ից 3-ը դուրս է եկել, այսինքն մնում է 12 հոգի, 12-ից 3 հական, անգամ արդեն երրորդ խմբի դեպքում մենք 6 հոգի, մեր 15 հոգուց, այս 15 հոգուց, որի սկզբան ունենք, դրանից 6 հոգին արդեն դուրս է եկել, որտեղ այդ 6 հոգին կազմել է, ձևավորել է առաջին խումբը եւ երկրորդ խումբը։ Երրորդ խմբի համար կստացվի զուգորդություն 9-ից 3 հական, անգամ 4 խմբի դեպքում կստացվի զուգորդություն 6-ից 3 հական եւ արդեն տակը մնում է 3 հատ, ու այստեղ կանգնենք զուգորդություն 3-ից 3 հական, որը 1 է։ Ըստ էության սա այնքան բան չի փոխում։ Սա ընդհանուր ելքերի քանակն է։ Եվ հաշվենք սա, կստացվի հետևյալը։ Տեսեք, այստեղ տալիս է 15-ի ֆակտորիալ, 15-ի ֆակտորիալ բաժանած։ Այստեղ համապատասխան կերպով կրճատում ալնելով, այստեղ 12-ի ֆակտորիալն վերևում 12-ի ֆակտորիալ կրճատվելուն, այսինքն ստացվելու է 4 հատ 3-ի ֆակտորիալ, 3-ի ֆակտորիալի 4 աստիճան, եւ անգամ այստեղից է մի հատ 3-ի ֆակտորիալ առաջանալու, մի հատ 3-ի ֆակտորիալ, այսինքն 3-ի ֆակտորիալի 5 աստիճան։ Սրա թվաբանական հաշվարկ անելուց հետո ստանալու ենք 15 ֆակտորիալ բաժանած 3-ի ֆակտորիալի 5 աստիճան։ Սա կարող եք ինքներդ մի հատ փորձել, հաշվեք, կտեսնեք, որ նույն պատասխան եք ստանում։ Թվաբանական հաշվարկը, քանի որ շատ հեշտ ու ակնհայտ էր ինձ համար առաջին հայացքից, դրանով պայմանավորված ես հաշվեցի, բայց դուք կարող եք մանրակրկտորեն հաշվել եւ արդյունքում հանգելու եք սրա։ Շատ լավ, սա ընդհանուր դերքերի քանակն է, այսինքն մեր օմեգան հավասար է սրան։ Հիմա խնդրի պայմանին բավարարող։ Խնդիրն ինչ ասում, ասում է ինչպիսի հավանականությամբ ստացված 5 խմբից յուրաքանչյուրում կլինի 1 տղամարդ։ Ամեն խմբում պետք է լինի 1 տղամարդ։ Շատ լավ, եկեք փոխենք color-ը, գրենք կարմրով։ Ուրեմն ստացվում ենք հետևյալը։ Առաջին խմբի համար ես ունեմ 5 տղամարդ եւ այդ 5 տղամարդկանցից կամայական մեկին վերցնում եմ։ Եվ սա արդեն երյակից մեկը ընտրված է, մնացել է երյակից ընտրել 2-ին։ Այսինքն սա բազմապատկում եմ զուգորդություն 10-ից 2-ականով։ Այսպիսով այս սրա միջոցով ես ձևավորում եմ իմ առաջին խումբը։ Բազմապատկած։ Տղամարդկանցից մեկը արդեն ընտրված է, ես ունեմ 4 տղամարդ եւ այդ 4 տղամարդից մեկ պետք է ընտրեմ, բազմապատկած։ Արդեն ես ունեմ 8 կին եւ այդ 8 կանացից մեկին պետք է ընտրեմ, այսինքն 2-ին զուգորդություն 8-ից 2-ական, որովհետեւ 10 կանացից 2-ը արդեն առաջին խումբն է ձևավորում։ Սա երկրորդ խումբը, բազմապատկած։ Արդեն այստեղ կա 3 տղամարդ, զուգորդություն 3-ից 1-ական, անգամ 6 կին, այսինքն զուգորդություն 6-ից 2-ական։ Սա բազմապատկած համապատասխան կերպով զուգորդություն 2-ից 1-ական, անգամ զուգորդություն այստեղ 4-ից 2-ական։ Եվ արդեն այստեղ վերջի խմբի դեպքում միարժեք որոշում է, բայց գրեմ զուգորդություն 1-ից 1-ական, որը 1-ը, անգամ զուգորդություն 2-ից 2-ական, որը կրկին 1-ը։ Սա վերջի խումբն է, որը հավասար է 1-ին։ Հիմա հաշվենք այս թվաբանական արտահայտության արժեքը, սա հաշվելու դեպքում, տեսեք, զուգորդություն 5-ից 1-ական, 4-ից 1-ական, սա տալիս է հենց 5, 4, 3, 2, սրանք հենց նույն արժեքներ են տալիս։ 10-ից 2-ականը ստացվում է հետևյալը, 9 անգամ 5, այսինքն ստեղ ստացվում է 5 անգամ 45։ Այս առաջին թվաբանական արդյունքն է։ Երկրորդի դեպքում ստացվում է 4 անգամ 4 անգամ 7։ Այսինքն անգամ 4, 7։ Այստեղ ստացվում է մի հատ 3, սա 3 է, սա էլ տալիս է մեզ 3 անգամ 5, անգամ 15, այս 7-ը, այսինքն 15 անգամ 3, և այստեղ տալիս է 2, այստեղ էլ տալիս է մեզ 6, անգամ 2, անգամ 6, այս թվաբանական հաշվարկն ենք իրականացնում, և այս x թիվը, որ ստացանք, արդյունքում կստանանք այդ x թիվը բաժանած մեր այս y թվին։
Եվ դա կլինի մեր պատասխանը։ Դե մենք թվաբանական հաշվարկ, ես թվաբանական հաշվարկի մի մասը իրականացրեցի, որովհետև սրանք ակնհայտ երևում են ինչեր պետք է լինի։ Այստեղ այս թվաբանական հաշվարկը անում եք, սա հաշվարկը անում եք եւ արդյունքում ստանում եք պատասխանը, որն էլ հենց խնդրի լուծումն է։ Վերջ ընկերներ, այսօրվա համար այսքան էի նախատեսել, եթե հանկարծ կունենաք անհասկանալի հարցեր, անպայման մեկնաբանության դաշտում գրեք, ես սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Ձեզ հետ թեմ ուներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, առջևում ձեզ խոստանում եմ ել ավելի հետաքրքիր խնդիրներ, իրենց հետաքրքիր լուծումներով։ Լավ մնացեք, կհանդիպենք։